Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի հերթական նիստի աշխատանքը։ Նախ պետք է հաստատենք նիստի օրակարգը, ովքեր են կողմ նիստի օրակարգը հաստատելուն։ Շնորհակալություն, հիմա պետք է քննարկենք չզեկուցվող հարցերի փաթեթը, չզեկուցվող հարցերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ կան։ Չկան, ովքեր են կողմ չզեկուցվող հարցերի փաթեթը հաստատելուն։ Շնորհակալություն, հիմա անցնում ենք զեկուցվող հարցերի քննարկմանը։ Առաջին զեկուցվող հարցը համար 14-ն է, անշարժ գույք ամրացնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդասյան, պարոն Խուդասյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ, հարգելի փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում անշարժ գույք ամրացնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 13.404.000 դրամ արժեքով 1.5 հեկտար մակերեսով հողամասը ամրացնել շրջակա միջավայրի նախարարությանը եւ անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Սևան ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Նշված անշարժ գույքը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել գլխավոր դատախազության հայցի հիման վրա Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտով, որով անվավեր է ճանաչվել Սևան ազգային պարկ կազմակերպության տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի եւ Կարեն արտադրական կոոպերատիվի նախագահ Ռուբեն Ղարիբյանի միջև կնքված պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Այսքանը։ Շնորհակալություն, պարոն Խուդասյան, հարգելի գործընկերներ, գիտենք, որ այս հարցում էական աշխատանք է կատարում նաեւ դատախազությունը եւ Տիկին Վարդապետյան, եթե լրացնելու բանն եք հարցի կապակցությամբ, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի պարոն փոխվարչապետ, նախ թույլ տվեք շնորհավորել ձեր ծննդյան տարեդարձը եւ մեր ամենաջերմ մաղթանքները հղել ձեզ, մաղթելով ձեզ մասնագիտական նորանոր մարտահրավերներ, համբերություն եւ առողջություն ի նպաստ այն ծառայության, որ դուք իրականացնում եք հանուն Հայաստանի Հանրապետության։